որը հուզում է բոլորին, մենք բոլորս գիտենք, որ մեր երկիրը սարսափելի վտանգված վիճակում է։ Եվ ուզում ենք իմանալ, երբ է ընդդիմադիր դաշտը, քանի որ մեծ կուսակցությունների ներկայացուցիչներ այստեղ են, դրա համար ուրախ ենք, եւ հարցս ուզում եմ ուղղել, երբ է ընդդիմադիր դաշտը միանալու, որովհետև առանց միանալու մենք հաղթանակի չենք կարող հասնել։ Ուզում եի իմանալ ձեր դիրքորոշումը, եթե կա արդեն այդ դիրքորոշումը։ Եվ երկրորդ հարցն էլ կհնչեցնեմ։ Եվ երկրորդը, այո, ես որքան գիտեմ, առանց սահմանադրության, այսինքն առանց ժողովրդի որոշման, որևէ մեկը իրավունք չունի հող հանձնելու։ Դե մենք արդեն տարիներ է տեսնում ենք այդ հող հանձնելը։ Եվ վերջին հարցը այս թրիփի, որ անվանել են թրիփի միջանցք, եւ 74% ուզում են տալ Ամերիկային, ուզում եմ հարցնել, կարող է արդյոք ողջ ընդդիմադիր դաշտը իր ձայնը բարձրացնել եւ ասել, որ առանց ժողովրդի համաձայնության, ըստ սահմանադրության, որևէ մեկը իրավունք չունի հանձնել մեր հայրենիքին որևէ սանտիմետր։ Շնորհակալություն, ունենք առանձին բանախոս, որ կարձագանքեն, թե հարցը բոլորին է ուղղված։ Դե ցանկալի կլինի, որ շնորհակալություն, այո, իրեն կարծիքը ասի, շնորհակալ եմ։ Ես կարծում եմ անվտանգության հիմնահարցերից մեկը իսկապես միասնությունն է, որ ուզում է ժողովուրդը, եւ հիմա փորձենք արձագանքել այդ բաղձալի միասնությունը գոնե ինչ-որ հարթություններում տեղի կունենա, թե ոչ, ով է ուզում առաջինը արձագանքել։ 3-ից 3 բանախոսից։ Շնորհակալ եմ հարցի համար, իրոք որ միասնությունը նաև ասեմ, որ վերջին մի քանի սոցհարցումներ, այդ թվում նաև փակարցումներ, որ արվել են Հայաստանում, հանրային պահանջի մեջ միասնություն բառը անվտանգությունից հետո երկրորդ տեղում է գտնվում, հանրային միասնություն, համերաշխություն, դա դա շատ կարևոր է եւ դա տրամաբանական է, եթե նույնիսկ այդպեսին չլիներ, պետք է գլխի ընկնել, որ դա արդեն դարձել է շատ կարևոր այս տարանջատումներ, այս հասարակության ներսում անդադ այս ինտրիգային բզկտումները շատ վատ տեղ է տանում եւ որևէ կերպ այդ բարակայում խոսել ինչ-որ հարցում հաջողության ամենապրիմիտիվ հարցերում անգամ հաջողություն ակնկալելը դժվար է լինելու, եթե չասենք անհնարին։ Ես որպես հանրապետականի ներկայացուցիչ մենք միշտ հայտարարել ենք դրա մասին բաց եւ բարձ ու շիտակ ողջունել ենք բոլոր տիպի միասնությունները հանուն այս վիճակից եկի դուրս բերու, իսկ այդ վիճակից եկի դուրս բերելու առաջին քայլը իշխանափոխությունն է։ Մենք չենք կարող խոսենք լավ բարձր գաղափարներից ամեն շաբաթ էլ ազգային անվտանգության ռազմավարություն մշակենք, ամենալավ ծրագրերն էլ նպատակներն ու ամենաիրատեսական հարցերն էլ մեր առջև դնենք, առանց իշխանափոխության հնարավոր չի լինելու հասնել որևէ հաջողության, ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, ամեն ինչ էլ հնարավոր է փոխել։ Ցավոք Արցախի կորուստն է, որ դժվար է պատկերացնել, թե ոնց է դա հնարավոր նորից բերել, բայց մի ժողովուրդ, որ իր առջև ունենա երկարաժամկետ խնդիր, մի պետություն, որը կարողանա այսպես քայլ առ քայլ, փուլ առ փուլ մոտենալ դրան, ոչինչ հնարավոր չի աշխարհում։ Անհնարին այսօրն էլ այսօրվա փոփոխական ներողություն, ոչինչ անհնար չի, ամեն ինչ հնարավոր է, այն էլ այսօրվա փոփոխվող աշխարհի պարագայում։ Մնում է, որ մենք կարողանանք ունենալ այդ նպատակները եւ կարողանանք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ որոշումներ կայացնել եւ օգտվել բոլոր այդ հնարավորություններից։ Հավատացեք, այս 20 թվականից մինչև 25 թիվ առնվազն 3 հնարավորություն հայ ժողովուրդն ունեցել է Արցախը պահելու կամ եղածը պահելու կամ նույնիսկ ինչ-որ առումով բարելավելու։ Բայց քանի որ ունենք այս իշխանությունները, այդ հնարավորությունները մենք կորցրել ենք, այնպես որ միասնությունը կարևոր է։ Ինչ վերաբերում է, տեսեք, խաղաղության փաստաթուղթ չկա, ինչ-որ ստորագրել են, այդ չկա։ Ոչինչ վավերացրած չի ազգային ժողովի կողմից, այնպես որ այդ թվում նաև թրիպը, այդ թվում նաև խաղաղության նախաստորագրված թուղթը, ազգային ժողովը Հայաստանի Հանրապետությունը ոչ մի պարտավորություն չի ստանձնել։ Բոլոր պարտավորությունները Նիկոլ Փաշինյանի բանավոր կամ գրավոր այսպես ստորագրությունների մեջ է գտնվում։ Այնպես որ իշխանափոխությունից հետո կարծում եմ, որ
նոր իրավիճակ, նոր պայմաններ, նոր բանակցային հնարավորություններ, նոր գործընկերություն, շատ բան հնարավոր կլինի վերականգնել, փոխել, հունը փոխել դեպի դրական ակնկալիքներ։ Շնորհակալ եմ։